Ես հիմա կխոսեմ Շիրակի տարածաշրջանում, անունն էլ ասեմ, Ջրափի գյուղի դպրոցի մասին։ Ջրափին կպած է համարյա Ախորյան գետին, նրա ձախ ափին է գտնվում, մի գողտրիկ տարածքում, եւ այստեղ նախանցած տարվանից նախագծել են կառուցել այնպիսի մի դպրոց, որը կարողանա իր մեջ ընդունել շրջակա 5 գյուղերի դպրոցների աշակերտներին։ Այնտեղ Հայկաձոր, այնտեղ Բաքրավան, այնտեղ Ներքին Արտիկ, հետո Սուսեր, մի խոսքով հանկարծ գյուղերի անունները կարող է շփոթեմ, այսինքն 5 գյուղի համար այդ մի դպրոցն են կառուցում։ Նպատակը։ Ես չեմ հասկանում, կոնկրետ Հայկաձոր գյուղի դպրոցը շատ լավն է։ Եվ շենքային պայմաններն են լավ, եւ կադրերն են լավ, որտեղ այդ գյուղից մշտապես ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, առանց պարապելու իմիջիայլոց կրկնուսույցների մոտ։ Ինչու է քանդում այս գյուղական դպրոցները, որպեսզի բոլորին կենտրոնացնեն Ջրափիի դպրոցում։ Նպատակը ո՞րն է։ Ինչու է քանդում այդ դպրոցները։ Չէ որ դպրոցը սոսկ շենք չէ։ Բա այնտեղ պարապող ուսուցիչները որտեղ պիտի աշխատեն։ Այսինքն դուք ստիպում եք, որպեսզի ուսուցիչը թողնի իր գյուղը, թողնի սահմանապահ ուսուցչի իր հոգուն հարազատ պարտականությունը եւ տեղափոխվի քաղաք աշխատանքի հետևից, չէ։ Այսինքն դուք դատարկում եք գյուղերը։ Այ ենիչերիներ, շատ լավ հասկանալի է ձեր նպատակը, դատարկում եք գյուղերը նախապատրաստելով թուրքերի գալուն։ Դուք այդ քունը չեք քնի, այդ երազը չեք տեսնելու, որովհետև Աստծո դատաստան կա Աստծո դատաստան, այն կարող է ուշանալ, բայց որ թափվեց, շատ դառը կլինեն պտուղները։ Թողեք դպրոցներն իրենց վայրերում, թողեք դպրոցների աշակերտներին իրենց տներում, այդ երեխաներին ինչով պիտի տանեն բերեն, հոխորտում է եթերներում, ավտոբուսներով կտանեն կբերեն, այ ողորմելի, որ կրթված լինեիր, ուսման գինը կհասկանայր ու նման հիմար պլաններ չեն գծվի քո ուղեղում, դու քո ծրագիրն ես իրականացնում, այսինքն քեզ բերողների ծրագիրն ես իրականացնում, քայքայել դպրոցը, քայքայել ուսուցչին, աչքից գցել կրթությունը, որովհետև դու ինքդ որ կրթված չես, դու նախանձ ես ապրում բոլոր կրթված մարդկանց նկատմամբ։ Դե ես ասել եմ երկու անգամ մի կուսակցության անդամներ, որ նախանձ են ուրիշների արտաքին տեսքին, էլ ինչին չեն նախանձի։ Ձեր առջև հարկավոր է ուղղակի լսնել խոզի լապ, կերեք ու սսկվեք, կերեք ու սսկվեք։ Միայն թե Նիկոլը ողջ մնա, ամոթ ձեզ, ամոթ բոլոր նրանց, ովքեր չեն գնահատում հայոց կրթությունը, ովքեր չեն գնահատում հայոց հերոսական ձեռքբերումները, բա այդ որ գյուղերը դատարկում եք, բա ում եք թողնում են զոհվածներին նվիրված պուրակները։ Այդ տարածաշրջանում մի գյուղ կա Շիրակում, որտեղ զոհվածի հորը գյուղի ժողովուրդը չի բարևում, հավատում եք։ Երբ ես լսեցի, ուղղակի սարսռացի ամբողջ մարմնով, բայց երբ հասկացա, թե ինչու, ես էլ չէի բարևի այդպիսի հորը, որը Նիկոլի անունով է երդվում, որտեղ իր մանկության երազանքն է իրականացել, տղայի արյան գնով ինքը մեքենա է վարում, ինքը արդեն լրիվ կուշտ է աշխարհից, լիացած, բախտավոր, բա մեքենա ունի ախր, կյանքում չեր ունենալու, անամոթ
քեզոր մարդու տեղ կդնի, դրա համար էլ գյուղի ժողովուրդը չեն բարևում, շատ լավ են անում, ապրեն այդ գյուղի ինքնասեր մարդիկ։ Անընդհատ օրվա այդ լուրերի մեջ կարծեք հաստատուն տեղ ունի ինքնասպանությունները սահմանապահ զորքերում, այ քեզ բան։ Արդեն քանի տարի մենք սահմանապահ զորքերում այսպիսի քանակությամբ ինքնասպանությունների լուր չենք լսել, որովհետև թուրքը չէր համարձակվում կրակել, որտեղ թուրքը գիտեր, որ մի հատ կրակոցի դեմ 11-ը կստանա իր ճակատին։ Երբ որ Հայաստանը ինքնուրույն էր, երբ որ Հայաստանը ուներ նախագահներ, որոնք մտածում էին հայոց ինքնության, հայոց արժանապատվության մասին։ Իսկ հիմա թուրքերը կրակում են, Պապիկյանը և նրա ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն է տալիս, որ ինքնասպանություն է եղել, տարվում են հետաքննություններ, այ գետինը մտնեք, Պապիկյան, բա դու ինչու ինքնասպան չես լինում, քո ինքնասիրությունը բոլորովին վիրավորող չկա, դու էլ ինքնասպան եղիր ինքնասպան, որովհետև միայն դու պիտի ինքնասպան լինես հայոց զորքերում, և քո են դմբո գլուխ մեկը կա է, Արման Ասրյան է, չգիտեմ ինչյան են, որ ասում էր կսոված անան հետ կգնան, տեսնես սա երդի կշտանա, որ հեռանա հայոց զորքերից, տեսնում է, որ բանակին շատից քչից կերակրում են, մնացել է բանակում հոգով լինելով ոստիկան, չհասկանալով բանակի պահանջները։ Դուք երկուսդ և մեկն էլ կար է Արման, չեմ կարող հիմա ներողություն եմ խնդրում, չեմ կարող հիշել իր ազգանունը, այն որ Էրեբունի հյուրանոցից իբր Ահաբեկչին գրկած իր ծառայական մեքենայում գիրկը դրած տեղափոխեց։ Այ քեզ Ահաբեկիչ տեղափոխելու եղանակ, ոչ դեմակ կար, ոչ օգնական կար, ինքը գրկեց տարավ, որովհետև իր ուղարկածն էր, թե չէ նրա ծտի սիրտ ունի դա, պիտի համարձակվեր Ահաբեկիչ գրկել, զինաթափել, հա, այդպիսի բան չի լինում, դուք այնքան ստոր եք, որ կարծում եք բնակչության մեծամասնությունն էլ է ստոր ու չի հասկանում ձեր քայլերը շատ լավ հասկացողներ շատ կան, էդ իմացեք։ Այսինքն թուրքի կրակածը մի հատ էլ զրպարտում են զինվորին, նրան ներկայացնում թույլ, վախկոտ, որ սահմանին կանգնելու դեպքում նա գերադասում է ինքնասպան լինել։ Այս ինքնասպանություններն էլ ձեր մեղքով են, եթե կան, դուք եք նրանց մղում նման քայլի, եթե կան, այնինչ ես չեմ հավատում, հայ տղան չի կարող այդքան թույլ լինել, որ ինքնասպան լինի, թուրքն է կրակում, իսկ հակառակ կրակը չկա։ Գերագույն թուրքը հրաման չի տալիս, որ հակադարձեն կրակոցներին։ Մահերը բանտերում։ Ես զարմանում եմ, վերջապես մենք այս կյանքի կենտրոնում ապրող մարդիկ ենք։ Այսպիսի բան ով էր տեսել, բանտերում այսքան մահ, մենք չենք տեսել նաև դատարաններում մահվան դեպքեր, դա էլ տեսանք, չէ, մեր հրաշալի Արմեն Գրիգորյանի այն ժպիտը իր երկրային կյանքի վերջին վայրկյաններին, ակնթարթներին, կյանքում ես չեմ կարողանա մոռանալ։ Հիմա մենք դա էլ ենք տեսել, մեր աչքի առաջ խոշտանգում են մեր սրբազաններին, մեր հրաշալի եղբայրներին, դեռ լավ է, որ Լիդիան մտավ արդեն տնային կալանքի մեջ,
Իսկ սրբազանը, Բաքրասրբազանը ինչ տնային կալանքի մեջ կարող է մտնել, երբ որ նա տուն չունի։ Երեք նորից դատական նիստեր։ Այս Վարխոյանը արդեն չգիտեմ ինչ ասել սրան, իր գործը լավ էլ գտել է, մի հատ անգամ նյարդերը չենք քայքայվի, չկան վերջ, եկել են կդատի, հրամայել են կկրկնի, երեք էլ դատը նորից հետաձգվեց գիտեք ինչու, որտև մեղադրյալներին դատարան պետք է ուղեկցեն ոստիկանները, այդ ոստիկաններին անգամ հանել ու ուղարկել են Էջմիածին, ինչ անենք, որ 17 հոգի նորից մինչև ամսի 8-ը 26 թվականի փետրվարի հունվարի 8-ը նորից պետք է մնան բանտում, ինչ անենք, խո Նիկոլը չի, որ մտածեն նրանց մասին, այս բոլորը արվում է Նիկոլի հրամանով, մի կենթանի, որը չխորշի լինելով երկրի վարչապետի աթոռին գանված, կանգնի ասի, ես աջակցում եմ նրանց, այսինքն ինքը աջակցում է հայոց սրբավայրի վրա գրող կազմակերպողներին, ես չեմ ուղղորդում, բայց աջակցում եմ, դու գլուխդ պատին ես տալիս, պատնել գլխիդ, այ կենթանի, այ անհակ տզրուկ, դու քո այս ծծած հարստությունները, այս մեր երկրի ավերումը, այս մեր զավակների արյունը, մեր չքնաղ Արցախի հանձնումը, դու չես մարսելու, էդ իմացիր, և դեմ եմ բանակի թվի կրճատմանը, դեմ եմ, որովհետև դա կբերի մեր երկրի բացարձակ թուլացմանը և անպաշտպան լինելը թշնամու գնդակի առաջ։ Ես եմ շնորհակալ։